Ադրբեջանական լրատվամիջոցներում նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս ոչ վաղ անցյալում Ադրբեջանի ամենաազդեցիկ գործիչներից Ռամիզ Մեհդիևի մասին, որին մեղադրում են պետական դավաճանության, հեղաշրջման փորձի եւ մեքենայությունների համար։ Այսպես օրինակ, կիսապաշտոնական ապագործակալությունը հղում անելով վստահելի անանուն աղբյուրի նշել է, որ Մեհդիևի հանցագործությունների եւ ծրագրերի մասին Ադրբեջանին երկրի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Խոսքը հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած երկկողմ հանդիպման մասին է։ Հիշեցնենք, որ մինչև այդ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ նշել էին, որ Մեհդիևի ձերբակալման հարցը քննարկվել է Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, սակայն այնպիսի ուղղվածությամբ, թե Ալիևը թույլտվություն է ստացել Պուտինից այդ քայլին դիմելու համար։ Եվ հիմա ըստ ԱՊԱ-ի Մեհդիևը ռուս-ադրբեջանական վերջին լարվածության ժամանակահատվածում, հատկապես երբ Մոսկվայի եւ Բաքվի կապերը կտրուկ ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով պետական հեղաշրջման ծրագիր է մշակել եւ այն առաջարկել ռուսական կողմին, ակնկալելով նրա աջակցությունը։ Ըստ այդ տեղեկության նա ժամանակավոր կառավարություն էր նախատեսել, որը անցումային փուլում կգլխավորեր ինքը 87 տարեկանում, ինչպես նաև ռուսական իր աղբյուրներին է ներկայացրել անցումային կառավարության թիմի անդամներին։ Վերջում ապագործակալությունը եզրակացրել է, որ ռուսական կողմը ոչ միայն հետաքրքրություն չի ցուցաբերել այդ ծրագրի վերաբերյալ, այլ նաև այդ մասին հայտնել է Ադրբեջանին։ Այժմ հարցադրումներ են հնչում Մեհդիևի թիմակիցների բացահայտման ուղղությամբ, նշելով, որ նա որպես ազդեցիկ գործիչ համախոհներ կարող էր ունենալ բոլոր պետական կառույցներում։ Այդ իսկ պատճառով հանրային պահանջ է ձևավորվում բոլորին ձերբակալելու ուղղությամբ։ Իդեպ Մեհդիևին այս օրերին շատ է մեղադրում նրանք, ովքեր ժամանակին մոտ են կանգնած եղել նրան եւ հիմա պահանջում են զրկել բոլոր պետական պարգևներից։ Տարբեր նախկին եւ ներկա պաշտոնյաներ հանդես են գալիս նրա դեմ տարբեր հայտարարություններով, մեղադրելով նախկինում գործած մեղքերի մեջ։ Ռուսաստանի հետ Մեհդիևի հետ կապերը նորություն չեն, ինչն էլ այսօր թույլ է տալիս Ադրբեջանում խոսել նրա մասին, թե Մոսկվան ծախեց կամ մատնեց Մեհդիևին։ Ըստ ժամանակակից Մուսաֆատ կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևի, դեռևս 2010-ին էր ինքը գրել, թե Մեհդիևը գործում է Ադրբեջանի շահերի դեմ եւ դավաճանում է նախագահ Ալիևին հօգուտ Մոսկվայի։ Մեհդիևի դեմ պայքարում չեն մոռանում Հայաստանի մասին հիշատակումները, մասնավորապես թե նա ունի հայկական արմատներ եւ նաեւ լինելով Անվտանգության խորհրդի անդամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեղեկություններ է հասցրել Մոսկվային եւ նաեւ Երևանին։ Ադրբեջանում Մեհդիևի նաեւ մեղադրում են արտերկրում գտնվող ադրբեջանական բլոգերներին ֆինանսավորելու համար։ Անկախ Մեհդիևին առաջադրած մեղադրանքների իրական լրջությունից հետաքրքիր է լինելու հետևել հետագա զարգացումներին։ Մեկ բան էլ, իշխանական այն թեզը, թե Պուտինն է Ալիևին հայտնել Մեհդիևի ծրագրերի մասին, ըստ երևույթի նպաստելու է երկրի ներսում Ռուսաստանի դեմ վերաբերմունքի որոշակի փոփոխությանը, հիմք տալով երկրների միջև կապերի կարգավորմանը։